Արդեն շուտ 9 ամիս է Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ եւ առաջին օրվանից երբ հայտարարեց, որ մասնակցելու է Հայաստանում տեղի ունեցող անօրինական գործողությունների, կառավարության իրավապահ մարմինների ամբողջ թափով սկսեցին բռնաճնշումներ Սամվել Կարապետյանի եւ իր թիմի նկատմամբ։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու, որը քննվելու է ևս 2 ամսով անազատության մեջ պահելու Սամվել Կարապետյանի հարցը։ Եվ մեր պահանջն է, որպեսզի իրավապահ մարմինները, կառավարությունը միջոցներ ձեռնարկեն Սամվել Կարապետյանին ազատության մեջ ազատ բաց թողելու համար։ Ինչից է վախում կառավարությունը, միակ բանը, որից կառավարությունը վախենում է, դա Սամվել Կարապետյանի հաջորդ վարչապետ լինելու փաստից է։ Սամվել Կարապետյանը արդեն իսկ ներկայացրել է 5 տնտեսական քայլերը, որը ձեռնարկելու է ուժեղ Հայաստան կուսակցությունը, եւ ես վստահությամբ ձեզ ասում եմ, Սամվել Կարապետյանը լինելու է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը, եւ մենք ունենալու ենք ազատ ինքնիշխան Հայաստան։ Ազատություն! Ազատություն! Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։